Բարի ողջույն, 24 փետրվար, արդեն Մերկուրին հետընթացը և սկսվում է արդեն գաղտնիքների բացահայտում, այնպեսի հարցերի, այնպեսի գաղտնիքների, ոչ մեկի մտքով չի անցնում, միթե այդ մարդը կարող է նման բան արած լինի, այո, և շատ հատկապես քաղաքական հարցով, քանի որ ձուկը օրենք է նշանակում և ֆինանսների հետ կապված պետական շատ հարցեր, որ ոչ մեկի մտքով չի անցնում, որ տենց մանիպուլյացիաների, խարդավանքների, կեղծարարությամբ դուք լսել եք, ինտերնետից հիմարություններ եք լսում, անգրագետ լրագրողների ձեր գլուխները հիմարություններ են, ընտրամար գլխացավեր է տալի շատերին, այդ ամենը հերթով կսկսի բացահայտվել ու դուք իմանաք ով որտեղ և ինչու։ Բայց մի հանգստացեք, որովհետև դուք ինքներդ եք շատ խաբում ձեր կանանց, ձեր ամուսիններին, մինչև անգամ ձեր երեխաներին, որտև երեխաների շրջան է սկսվելու ամռանը, շատ ծնողներ արարքներից երեխաները երեսով կտան ու կարող է ուզենան առանձնանալ։ Տեսեք ինչեր է սպասվում։ Եվ այդ բանականությունն էլ արհեստական ես չեմ ընդունում, քանի որ ռոբոտային սիստեմա սկսում, մարդիկ իրար հետ շփումը սկսելու են դանդաղորեն պակասեցնել։ Այսօր լուսինը 8 օրվա մեջ է և գտնվում է երկվորյակում, այսօր վաղը, սա ինչ է իրենից ներկայացնում, չբամբասեք, խոսելուց առաջ լավ մտածեք, զգույշ եղեք բառերում, ինչ եք արտահայտում, անգամ մտքում, որտեղ միտքը իշխում է գիտակցությանը, երբեք չմոռանաք։ Քո մասին էլ վատը չխոսես, որովհետև արյունով, անոթներով կանդրադառնա քո վրա ու դու կլինես այնտեղպեսին, ինչպիսին դու վախենում ես ու քո վրա դրոշվես դրել։ Այսօրվա իմ աղոթքը, խնդրում եմ Տիրոջը Տեր Աստված, ողորմած եղի այն մայրերին, ովքեր հղի են, ծննդաբերության են պատրաստվում, ողորմած եղի այն բալիկներին, ովքեր եկան լույս աշխարհ, որ Տիրոջ օրհնությամբ իրանք մեծանան, առողջ լինեն և հաջողակ, շատ կարևոր է հաջողակ լինելը, մարդ կարող է լինի առողջ, բայց հաջողակ չլինի։ Իմ Կիրիլլան մտերիմը, որ կա, որ միշտ ինքը լավ խելացի բաներ ասում, ես իր հետաքրքիր մեջբերում եմ բերել, որոշները գնում են եկեղեցի, որոշները գնում են սպորտ դալիճ, բայց ես գնում եմ TikTok։ Ես էլ եմ ասում, ես գալիս եմ TikTok, որպեսզի իմ խրատները, խորհուրդները լսեք ու հենց այդ ուղղությամբ շարժվեք։ Աստված ձեզ օգնական։